Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում մեզ հյուրընկալել է դերասանուհի, ռեժիսոր, ինչպես նաև բլոգեր Աննա Խաչատրյանը։ Ողջույն Աննա ջան։ Ողջունում եմ ձեզ ու շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ հրավերը ընդունելու համար։ Նախ սկսենք Աննա ջան, առաջին հարցից, ինչպես սկսեցիք ձեր գործունեությունը ծավալել սոցիալական մեդիայում։ Ամեն ինչ սկսեց նրանից, որ տղայիս ծնունդից հետո իմ քաշը մոտեցել էր 100 կիլոգրամին եւ դա կարմիր զանգ էր ինձ համար։ Ես որոշեցի քաշ կորցնել։ Ու տանը լրիվ ինքնուրույն ստացվեց 40 կիլոգրամ քաշ կորցնել, ու այդտեղ միտք առաջացավ, որ ինչու չբացել ալիք, YouTube-յան ալիք այն ժամանակ, եւ չկիսվել հետևորդների հետ, միգուցե օգնեմ նաեւ մյուս կանանց։ Անկեղծ որ լինեմ, ես չէի մտածում, որ ինչ որ աուդիտորիա է, լավ, փորձեմ, այսպես։ Որովհետեւ դա ինձ առաջ ռուսալեզու ալիք էի բացել, ասոբա հաջողություն չէր եղել ու անցել էի առաջ։ Բայց վիդեոն գցեցի ու ընդհանրապես հաջորդ օրեն, որ ֆիլմերում լինում է, արթնանում ես հայտնի։ Արթնացա մոտավորապես 1000 հետևորդ արդեն եկել էր, այն ժամանակ դա ինձ համար ահռելի թիվ էր։ Եվ ես հասկացա, որ կարծես թե թեման հետաքրքիր է մեր հանրությանը ու սկսեցի օրական 2-3 հոլովակ այսպես ոգեշնչված նկարել։ Այն ժամանակ շատ քչերն էին զբաղվում դրանով ու հատկապես ընտանեկան կոնտենտ Հայաստանաբնակ։ Ես կարծես թե ոչ ոքի չեմ հիշում։ Մի խոսքով, ու այդպես սկսվեց ամեն ինչ, հետո Instagram-ին անցա եւ ասենց սահուն կերպով արդեն TikTok-յան հարթակ։ Աննա ջան, գիտենք, որ ձեր լսարանին շատ է հետաքրքրում հենց դիետաների նիհարելու թեման ու նշեցիք, որ այդ ժամանակ նիհարել եք, բայց ես հիշում եմ նաև, որ վերջին շրջանում ակտիվ կերպով շարունակում եք այդ գործընթացը, իհարկե փոքր դադարներից հետո, մի փոքր կպատմեք ինչպես եք հոգեպես տրամադրվում, գիտեմ, որ շատ են հարցնում ինչպես եք նիհարում ու պատասխանում եք, բայց միևնույն է հարցերի տեղատարափը չի դադարում։ Այո, սա այն հավերժ հարցերից է, որը ինչքան էլ պարզաբան է, միևնույնն է շատերի մոտ մնում է։ Իրականում ես տարիներ շարունակ շատ զրկանքներով եմ ինձ նիհարեցրել, այսինքն շատ դաժան ձևերով, բայց ինչքան մեծանում ես, այնքան խոհեմանում ես եւ ես եկել եմ նրան, որ լավագույն տարբերակը նիհարելու դա չափի զգացում ունենալն է։ Այսինքն ոչ թե զրկանքների արդյունքում, այլ ամեն ինչից օգտվել, սակայն չափավոր։ Եվ դու հոգեպես չես հյուծվում եւ ունենում ես արդյունք ու հասկանում ես, որ այդ արդյունքը ոչ թե 2-3 ամիս սեղմված դիետան է, որը պիտի հետո սենց բում լինի ու դու նորից անցնես քո ապրելակերպին, այլ կյանքի հուն ու ճանապարհ ես քեզ գծում, որ սա իմ ապրելակերպն է եւ այսպես պիտի լինի միշտ, թեև մարդ ենք եւ երբեմն լինում են նաեւ փոքրիկ անհաջողություններ։ Աննա ջան, իսկ երբ որ սոցիալական մեդիայում զգացիք ակտիվությունը, որ մարդիկ ձեզ հետևում են, սիրում են եւ շատերը կարելի ասել արդեն ապրում են ձեր կյանքով, ձեզ հետ միասին եւ ձեր ուրախությունն են կիսում եւ տխրությունն են կիսում, ինչպիսի զգացողություններ լինում են, չէ՞, բայր որ օրինակ մոտիվացիան մեր կորում է, ինչ եք անում այդ դեպքում եւ արդյոք հայտնիությունը ձեզ համար միայն sense դրական կարելի ասել բարիքներ է բերել, թե դրանք նաև իր բացասական հետևանքներ են ունեցել։ Ես միշտ ասում եմ, եթե դու էմոցիոնալ մարդ ես տեսակով եւ հակված ես հյուծվելու, բլոգինգը քեզ համար թունավոր արտադրամաս է, որտեղ քեզանից խմում են եւ քաշում են քո էներգիան եւ թեև շատերին կարող է թվալ, որ բլոգինգը այդ ժամանցա պարապ մարդու խաղալիք ոնց որ կասեր Աբովյանը, բայց ես հավատացնում եմ դες, եթե դու նվիրված ես անում այդ գործը, ինքը տանում է քեզնից ահռելի քանակությամբ էներգիա, նյարդեր, երբ որ ես ինձ հիշում եմ մինչև բլոգինգով զբաղվելը եւ հիմա, ես հասկանում եմ, որ իմ նյարդային համակարգը շատ է տուժել դրանից։ Աննա ջան, նաև ձեր կոնտենտում հիմնականում թիրախավորված են տարբեր թեմաներ, նկարահանում եք նաև հումորային հոլովակներ։ Հիշում եմ մի շատ տարածված հոլովակ, անանասի հոլովակը, որը բավականին լայն տարածում էր ունեցել։ Մի փոքր կխոսեք, ինչպես եք մտածում ձեր կերպարները, ինչպես պետք է ստեղծվեն եւ որն է ամենասիրելի կերպարը։ Ամուսինս միշտ ասում է, որ դու ունես բացառիկ տաղանդ իմպրովիզացիա անելու, որովհետև ես երբեք ոչ մի կերպարի համար սցենար չեմ գրում եւ ամեն ինչ լինում է սպոնտան եւ սովորաբար առաջին դուբլից։ Չգիտեմ, դա երևի այն աստծո շնորհն է, որ ես փոքր տարիքից զգացել եմ։ Ես ինձ միշտ համարել եմ դերասան եւ դա իմ տարերքն է։ Կերպարներ ստեղծելը իրականում
այնքան էլ բարդ չի, եթե մի փոքր դիտողականություն ունես ու կարողանում ես նայել շուրջը, տեսնել այդ կերպարներին եւ առողջ սարկազմի օգնությամբ այդ կերպարներին ցույց տալ, որ այդպես պետք չի անել։ Հաճախ ինձ ասում են, ինչ եք ցույց տալի, մեր ազգը էսպիսին է, մեր ազգում էսպիսի սկեսուրներ կան, ասում եմ, իսկ դուք նայեք ձեր շուրջը, այո, կան։ Եվ ջայլամի քաղաքականություն վարել չի նշանակում ազատվել այս կամ այն խնդրից։ Եթե կա խնդիր, ավելի լավ է դա գիտակցես, թեկուզ հումորի միջոցով ցույց տաս եւ շատերը միգուցե ինչ որ մի հետեւություն անեն դրանից։ Նաև խոսեցինք, որ մարդիկ շատ տարբեր ձևով են արձագանքում վիդեոներին, հոլովակներին, լինում են թե դրական, թե բացասական արձագանքներ։ Կխոսեք մի փոքր բացասական արձագանքների մասին, ինչպես է կարողանում ընդհանրապես հակազդել նման արձագանքներին։ Քանի որ սոցցանցերը թույլ են տալիս մարդկանց մնալ ինկոգնիտո, այսինքն ծածուկ, ոչ ոք չի տեսնում նրանց, հետևաբար մարդիկ իրենց թույլ են տալիս ներսից անել այն, ինչ իրական կյանքում չեն կարող անել։ Սովորաբար դա նեգատիվն է, դա չար խոսքերն են եւ ամեն ինչը, որ կարող է քեզ ցավացնել։ Հետևաբար նեգատիվ կոմենտները, այո, ինձ վրա շատ են ազդել ժամանակին, չնայած ես այսպես փորձում եմ ինձ տոկուն պահել եւ գիտակցաբար մոտենալ հարցին, որ իրականում ոչ մի երջանիկ մարդ երբեք չի գա ու մեկ այլ մարդու չի վիրավորի։ Այդտեղ կա հիմնային խնդիր, մենք եթե դա գիտակցենք, ավելի թեթև դրան կմոտենանք։ Ես փորձում եմ այդպես գիտակցությունս վառ պահել։ Աննա ջան, նաև նշեցիք, որ ձեր մասնագիտությամբ, այսինքն առաջին մասնագիտությամբ հենց դերասան, ռեժիսոր, բլոգերությունը դա ավելի շատ որպես հոբի է։ Մի փոքր կխոսեք ձեր հենց մասնագիտության մասին, ինչպես որոշեցիք ընտրել այդ մասնագիտությունը եւ ինչու այսօր գործունեություն չեք ծավալում։ Իրականում ցավով եմ նշում, բայց դերասանությունը, ռեժիսուրան առավելապես այն մասնագիտությունն է, որտեղ դու ինքնուրույն ստեղծագործել չես կարող։ Եթե նկարիչը կարող է կտավը դնել տանը եւ գլուխգործոցներ ստեղծել, սա ավելի թիմային աշխատանք է եւ հետեւաբար դու ինչ որ մի առումով հայացքդ գցած սպասում ես, երբ որ ինչ որ մի թիմ քեզ կցանկանա ներգրավել իր մեջ։ Իսկ ռեժիսուրան իր հերթին շատ ծախսատար ոլորտ է եւ այնտեղ եւս պիտի հատուկ հատկանիշներ ունենաս, որպեսզի կարողանաս ստեղծագործել այդ ոլորտում։ Դրա համար սահմանափակվել է միայն փոքրիկ կարճամետրաժ ֆիլմեր ստեղծելով իմ հոգու համար, հա։ Իսկ դերասանական ոլորտը ցավոք սրտի ես ցավով եմ այդ նշում։ Այն ոլորտն է, որտեղ մուտքը բաց է բոլորի համար, բացի տաղանդավոր դերասաններից, իհարկե որոշակի բացառություններով, հա։ Այնտեղ կան որոշակի հատկանիշներ, գեղեցիկ արտաքին, չգիտեմ, պահանջվող սիրվող կերպար, մեյնսթրիմ կերպար, որը կընդունվի, կսիրվի, որը նյաշնի կլինի, ներեցեք այդ բառի համար, ու բացառապես տաղանդդ, ցավոք սրտի, շատ քիչ է հավանական, որ ինչ որ մեկը կնկատի ու կասի, վաու, ինչ տաղանդավոր է Աննան, ոչինչ, որ ինքը մի քիչ այդ ստերեոտիպային արտաքին չունի, արի իրան, բայց լինում է նաև երբ բախտդ վերում է, միգուցե այդպիսի մի պահ կա նաև իմ կյանքում, չգիտեմ։ Իսկ ռեժիսուրան ընտրել եմ շատ պատահական, թեև հետո հասկացա, որ դա ինձ համար ճակատագրական ընտրություն էր, որովհետև ամուսինս այնտեղ դասախոսել է, իմ դասախոսն է եղել եւ հենց այնտեղ էլ մեր կյանքի ուղիները խաչվել են։ Ես հիշում եմ, որ դուք հենց ուսանողական տարիներին եք ձեր ամուսնուն ճանաչել, ծանոթացել։ Մի փոքր կխոսեք, դժվար չէր, երբ որ դու քո դասախոսին վերաբերվում ես այլ կերպ եւ ինչպես սկսվեց, կարելի ասել, ձեր հարաբերությունների սկիզբը։ Ինչպես ամուսինս է ասում եւ ինչպես հետո նաեւ ես հասկացա, մեր զգացմունքները առաջին իսկ հայացքից կարելի է կոչել սեր։ Երբ որ ես իրեն տեսա առաջին անգամ մեր կուրս մտնելիս, անկեղծ ասած, ինձ թվաց մեր նոր դասընկերն է, կուրսընկերն է եկել բանակից, որովհետեւ ինքը վիզուալ շատ երիտասարդ էր երևում։ Եվ այն աչքս դիպավ աչքի բոցին եւ գլուխս կախեցի պահը, ես անկեղծ զգացել եմ, ես մեր լսանի բեմի վրա էի, այսպես, ինքը ասում է քեզանից այնպիսի էներգիա էր ճառակում, որ ես հասկացա, որ ու ասում է անմիջապես դասից հետո ես գնացել եմ դեկանատ ու ասեմ կլինի այս աղջիկը իմ խմբում լինի, որովհետեւ պիտի կուրսը կիսվեր երկու խմբի։ Ու այդպես սկզբում ուղակի այսպես հայացքներ, հա, սիրալիր վերաբերմունք ու այդ ամեն ինչը այնպես վերափոխվեց Սիրո ինձ թվում է սկզբանը էր ինքը վերափոխված, բայց հարաբերությունների, որ մենք չենք հասկացել ինչպես է այդ ամեն ինչ եղել ու ամիսներ անց մենք արդեն այր եւ կին մի մարմին ենք։ Նշեմ, որ ձեր ամուսինը բավականին մեծ աջակցություն է ձեզ տալիս, քանի որ կադրից այն կողմ էլ դա պարզ երևում է։ Կխոսեք, արդյոք ինչպես է վերաբերվում հենց ձեր գործունեությանը ծավալած, որովհետև գիտենք, որ երբ որ մարդիկ դիտում են ձեզ, նրանք միայն ձեզ չեն օրինակ թեկուզ թիրախավորում, նաև թիրախավորում են ձեր ընտանիքի անդամներին։
Շատ եմ լսել քանիցս ու բազմիցս մեր կնատյաց կանանց կողմից ես միշտ ասում եմ կնոջ մեծագույն թշնամին հենց ինքը կինն է եւ այդ կանայք են մեծացնում եւ աբյուզերների եւ դաժան տղամարդկանց ու այն կանայք որոնք իրենց կյանքում երջանիկ չեն ցավով եմ նշում իրենք շատ դժվար են տեսնում երբ մեկ այլ կին սիրված ընդունված է իր ամուսնու կողմից ամուսինը աջակցում է եւ այնքան մեկնաբանություններ եմ ստացել ոնց է ամուսինդ քեզ դիմանում ոնց ես այդ խղճին օգտագործում այնինչ իմ ամուսինը իմ երկու թևերն է որը ինձ ամեն հարցում թե հեյթերների ատականների ժամանակ դու ամենալավն ես դու հիասքանչ ես երբ որ ասում եմ խոր թմբլիկացել եմ գրում են բայց դա քո պլյուսն է բայց դու տենց շքեղ ես ու այդ աջակցությունը ահռելի հենց զայրույթ առաջացնում այն կանանց մոտ որոնք չունեն այդ իրենց կյանքում բայց ես միշտ ասում եմ դուք եք ընտրում ձեր կողակցին եթե ձեր կողակիցը աղջի հլարի ստեղ արտահայտությունը ասողն է, դա ձեր ընտրությունն է եղել։ Դուք եք իր մեջ տղամարդ տեսել, դուք եք համալ, որ ինքը առնական ձեր են երազանքների տղամարդն է, հիմա խաղում եք այդ պտուղները։ Չէ, ես ընտրել եմ ուրիշ հատկանիշներով։ Ես ուրիշ կերպ եմ պատկերացնում տղամարդու մոդելը եւ հիմա խաղում եմ դրա պտուղները։ Նաև ես նկատել եմ, որ հիմնականում բացասական մեկնաբանությունների երբ որ գրում են, կրկին շեշտադրում են, որ դուք ավելի մեծ եք երևում, քան ձեր ամուսինը, նման տարօրինակ մեկնաբանություններ ու չեն հասկանում, որ ինչքան կարող են դիմացինին վիրավորել, ինչ կարող եք օրինակ հենց մեր եթերով ձեր հեյթերներին ուղղել, որպեսզի նման մեկնաբանություններ փորձենք մի փոքր գոնե քչացնել։ Հիշեցի Ալլա Պուգաչովային, ով ասում է. «Դա я старая»։ Հիմա ես եմ ասում. «Դա ես մեծ եմ երևում, դա իմ գենետիկան է, դա իմ ապրած կյանքն է, ես շուտ եմ հասունացել եւ դա արտացոլվում է նաեւ դեմքի վրա, չէ՞։ Քո ապրածը, քո ճանապարհը, քո մտահորիզոնը, ես միշտ եղել եմ հասուն։ Երբ երեխա տարիքում էլ ինձ հիշում եմ, ես ինձ հասուն եմ զգացել եւ գենետիկորեն ես խոշոր կառուցվածք ունեմ, խոշոր դիմագծեր ունեմ եւ այո իմ ամուսնուց կարող է ինչ որտեղ մեծ երևամ եւ ինչ Դուք իրար չեք սազում, մենք զույգ կոշիկ ենք, իրար չենք սազում, ինչ որ լուք ենք գեղեցիկ, որ մի բան այնտեղ նիտոյր ու չի սազում, ոչ։ Ես միշտ ասում եմ, վիզուալ կարող է մենք այդքան համահուն չենք, ես մեծ եմ երևում, ինքը, չգիտեմ, երիտասարդ, ես թմբլիկ եմ ինքը նիհար, բայց ներքին աշխարհով, ներքին կառուցվածքով մենք այնքան իդեալական ենք, ին եւ յան։ Այսքանով ամփոփենք։ Նաև Աննա ջան նշում եք, որ բազմիցս եք նշել, որ անցյալում մի շարք դժվարություններ եք հաղթահարել, նաև թե ծնողների վերաբերյալ, թե անցյալում ունեցած բարդությունների վերաբերյալ, կարող եք մի փոքր բաց խոսել, որովհետև հաճախ եք կիսվում, բայց երբեք չեք կարողանում լիաթոք, լիարժեք կերպով ձեր լսարանի հետ անկեղծանալ։ Քանի որ կան թեմաներ, որոնք ցավեցնում են, եւ ես տարիներ շարունակ աշխատում եմ դրա վրա, որ կար մի պահ իմ կյանքում, երբ այդ թեմայից խոսում էի, արցունքները գնում էին։ Հիմա էլ չի բացառվում, բայց ես հոգեբանություն ինչի եմ սկսել այսպես վառ ակտիվ ուսումնասիրել, որպեսզի առաջին հերթին օգնեմ ինձ վերապրել այն էմոցիաները, որոնք թվում է թե երեխա տարիքից ինձ հետ են, բայց իրենք չեն ապրվում իմ կողմից, որովհետև առաջ հոգեբանությունը այնքան չէր կարևորվում, ինչքան հիմա։ Հա կորցրեցիր մամայիդ, անցանք առաջ, բայց երբ քո աչքի առաջ քո ծնողը իր վերջին հոգոցն է հանում ու մահանում է, ինձ թվում է ցանկացած երեխայի փսիխիկա մինիմում կարիք ուներ հոգեբանի հետ աշխատելու, որովհետև այդ այն տեսարանն է, որը մինչև այսօր իմ աչքերի առաջ է։ Ու դրանից հետո բնականաբար նաև հայրիկիս կորուստը արդեն ավելի գիտակից տարիքում, երկրորդ ավելի ուժեղ հարվածն է։ Եթե մամայի մահից հետո ես ուղակի սենց բախվեցի նրան, որ վայ, հիմա տանկինը ես եմ։ Իհարկե քույրեր ունեմ, որոնք գալիս էին օգնում էին, բայց իրենք Երևանում են բնակվում եւ չեն կարող անընդհատ Վանաձորում լինել, հա։ Հետևաբար այն ընթացքը, երբ ես մենակ եմ, ես եւ լվանում եմ, եւ արթուկում եմ, եւ եփում եմ, եւ տներն էի մաքրում, ինձ համար է դժվար էր։ Ես զգում էի, հիմա հետին թվով զգում եմ, առաջ ասում էի, ինչ այմ հետ կատարվում։ Ինձ թվում էր ինչ որ ասեն չարության հոսք է գալիս վրաս։ Ես հիմա հասկանում եմ, որ դա հոգեբանական ապրման մի ձև է, բայց այն ժամանակ չի հասկանում, ես ինչա վախա, տանը վախենում էի մենակ մնալ, հայրիկս աշխատում էր, եղբայրս դրսում խաղում էր, ու երբ ես տանը մենակ էի, ես զգում էի, որ ես վախենում եմ, բայց այդ սաղ այդպես դու ներս ես գցում, որովհետև էլի եմ ասում, դու հոգեբանի չես դիմել, դու ասոբը չես խոսել այդ մասին, ու սաղ այդ հիմա ես փորձում եմ աշխատել ու սենց
Պունկտ առ պունկտ տեղադրել ամեն ինչ։ Այ դու էս արեցիր, որովհետև այս ժամանակ այսպիսի զգացմունքներ ուներ։ Առաջ ասում էի ամուսնուս, ինձ թվում է մեկ-մեկ, որ ես չար եմ։ Իմ մեջ ինչ որ մի չար բան կա։ Հիմա երբ ես արդեն ինձ լավ գիտեմ ու վերլուծել եմ ինձ, ես հասկանում եմ, որ դրանք չափորված էմոցիաներն են, սեղմված ագրեսիան ու այդպիսի մի շարք բաներ, որոնք իրականում պիտի հաղթահարես, որ կարողանաս ապրել։ Իսկ այդ դժվարությունների ընթացքում կար ինչ-որ մեկը, որ ձեզ աջակցում էր, թե դուք միայնակ ձեր ցավը ձեր մեջ պարփակելով առաջ էիք շարժվում։ Էլ եմ ասում, ես այդ կիսվելու արվեստը իրականում, երբ որ դու սենց կիսվում ես ու նաև այդ ադաչան ստանում ես, հա, որ գիտես, այսպես այդ այն ժամանակ մեր մանկության ժամանակ 90-ականների երեխաները կփաստեն, այդ արվեստը այդքան չկար։ Օրինակ հիմա ամուսինս իմ հոգեբանն է, մենք կարող ենք նստել, խոսել, քննարկել, ես պատմեմ, ես լացեմ, ես վերապրեմ, ես հեկեկամ, ես չգիտեմ հիստերիայի մեջ ընկած ու ինքը ինձ ամեն բան կասի, էսպես ան, որովհետև ինքն էլ հոգեբանությունից հեռու մարդ չի։ Բայց այն ժամանակ հա դու կարող ես պատմել, որ գիտես մամաս աչքիս առաջ էսպես եղավ ու կարող է դիմացին դել հուզվել քո հետ բան, բայց դա չի օգնում, որ դա քո մեջից դուրս գա։ Դա ավելի պրոֆեսիոնալ, ֆունդամենտալ ինչ որ մոտեցում է պահանջում։ Դրա համար ինքը տենց ծվարած հոգուտ խորքում քո հետ մեծանում է։ Դուք նաև ձեր զավակներին եք դաստիարակում, ինչպես եք փորձում նրանց ճիշտ դաստիարակել եւ արդյոք կան օրինակ կետեր, սահմաններ, որոնք փորձում եք չանցնել եւ այն ինչ որ դուք չեք ստացել, փորձում եք նրանց տալ լիովին։ Ես որպես մայր ինձ իդեալական չեմ համարի, բնականաբար հատկապես առաջին երեխայի հետ դու ինքդ ես կարծես թե անփորձ մեկը ու ասում են չէ որ ծնողներն էլ երեխա են ուղղակի մեծ տարիքում եւ մենք էլ այդ փորձը ունենում ենք առաջին անգամ ու այն սխալները բաստողներ որ մեծ տղայից հետ եմ արել, հա, ինչ որտեղ չգիտեմ էմոցիաներիս եմ ազատություն տվել, բան փոքրի հետ փորձում եմ ավելի այդ չանել եւ այն ինչն էլ մեծին այդ փոքր տարիքում մի քիչ եմ տվել, հա, էդ էլ հիմա եմ փորձում կոմպենսացնել ու ամենակարևոր ես ուզում եմ որ իրանք լավ մարդ մեծանան, որ իրենք լինեն հանդուրժող, որ իրենք լինեն կարեկից, որ իրենք չլինեն ագրեսիվ ոչ մի երևույթի հանդեպ։ Այդ գլխավոր հատկանիշներն է, որ ցանկացած մայր իր երեխայի մեջ պիտի ներդնի, այլ ոչ թե մտածի, որ իմ երեխան այնքան խիզախ, դուխով ամեն մեկին կտա մի պատով չէ։ Այդ չի լավ զավակ մեծացնելը։ Նաև երբ որ խոսում ենք բացասական արձագանքի մասին, հեշտ է, այսինքն հեշտ չէ, բայց ավելի հեշտ է, երբ որ քեզ են դա ասում, բայց երբ որ երեխաներին են բացասական արձագանքով դիմում կամ ինչ-որ կոչեր անում, նշեմ, որ մեկնաբանություններում հիմնական բացասական արձագանքը, որ երեխաները ռուսերեն են օգտագործում։ Ինչ կարող եք նաև մեկնաբանել այդ թեմայի վերաբերյալ։ Երեխաներիս հասցեին ես քանիցս լսել եմ վիրավորական բառեր, այն կարգի բառեր, որ ես մտածել եմ Աստված իմ ոնց կարող է մեկ այլ կինո, ով ունի արգանդ, ունի երեխա կամ պիտի ունենա երեխա, այդպիսի բան թույլ տա իրան։ Ինձ ինչ ուզում են թող ասեն, ես միտեղ կտեղավորվեմ դրա մեջ, բայց որ երեխաներին այդպիսի բաներ գրեն, ես դա չեմ հասկանում։ Եվ ռուսերենի հետ կապված, այո, իմ երեխաները, Դավիթը փոքր տղաս խոսում է 3 լեզվով միանգամից, մեծ տղաս ռուսերեն է ավելի խոսել։ Ու ասում են դուք հայ եք ու գրում են լատինատար կամ ռուսերենը։ Դուք հայ եք, ինչպես կարող են ձեր երեխաները խոսել ռուսերեն, դա ես միշտ ասում եմ, որքան լեզու գիտես, այնքան մարդ ես։ Իմ երեխան ապրում է Հայաստանի Հանրապետությունում։ Անհնար է, որ ինքը չիմանա հայերեն լեզուն։ Եվ չիմանա կիրթ այդ լեզուն, որովհետև տանը խոսում են կիրթ այդ լեզվով։ Չկա, հնարավորինս ժարգոնային բառեր, վիրավորական բառեր եւ ինչպես փաստը ցույց տվեց Արտաշեսը հիմա շատ լավ խոսում է հայերեն, բայց դրանքից ինքը ռուսերենի որ վարպետ է, այնպիսի բառապաշար ունի, որ ես ասում եմ մամա ջան, վաու, երբեմն ես նոր բառեր եմ իրենից սովորում։ Հիմա նույնը Դավիթը, անգլերենը քիչ-քիչ կգնա հետին պլան, որովհետև այն մուլտերը, որոնք անգլիա լեզու են քիչ-քիչ կչանում են իր կյանքից, բայց ես ուրախ եմ, որ ինքն էլ կունենա ռուսերեն լայն բառապաշար եւ դրանքից նաեւ հայերեն։ Այո, դա խանգարում է մի քիչ, որ խոսքը արագ ձևավորվի, իմ երկու տղաներն էլ ավելի ուշ են խոսել, դա խանգարում է դրան։ Եվ ես խորհուրդ եմ տալիս իրականում, որ սկզբում երեխան մայրենի լեզուն սովորի, հետո արդեն օտար լեզուներ։ Բայց եթե այնպես է ստացվել, որ մի քիչ շատ են մուլտեր նայել, այդտեղ էլ նաև իմ մայրական սխալներից մեկն է, որի մասին ասում էի, որ ժամանակը չի երիքում, գործի բերմամբ, չգիտեմ, զբաղվածության երբեմն մի քիչ շատ ես թույլ տալիս նայեն։ Այո, անսխալ չեմ, բայց ես չեմ գտնում, որ դա այնպիսի մի թերություն է, որը անշտկելի է կամ խիստ ծանր ազդում երեխայի հայրենասիրության վրա։
Եթե խոսենք կրկին բլոգինգի մասին, գիտենք բոլորս, որ այսօր բլոգինգը ոչ միայն հոբբի է, այլ նաև մարդկանց բերում է նաև որոշակի ռեսուրսներ։ Ինչ կարող եք ասել, այսօր Հայաստանի պայմաններում բլոգինգը կարող է օրինակ ապահովել, որպեսզի մարդ միայն զբաղվի բլոգերությամբ եւ կողքից այլ աշխատանք չունենա։ Փորձը ցույց է տալիս, որ մենք մեր իրականության մեջ ունենք բլոգերներ, որոնք կարող են այդպես անել եւ անում են, եւ ես հիանում եմ իրենցով։ Քանի որ ես բլոգեր գծիկ մայրիկ եմ, հետեւաբար իմ առօրյան կիսվում է նաեւ երեխաների, տանհոգսերի, տնային տնտեսու պարտականությունների միջև, հետեւաբար ամբողջ ներուժով ես չեմ կարող զբաղվել դրանով։ Դրանից հետևություն նաև իմ ֆինանսական կողմը չի կարող լինել այնպիսին, ինչպիսին կարող էր լինել, բայց ես գտնում եմ, որ բլոգինգը մեր երկրում, այո, կարող է ճիշտ կիրառման դեպքում թույլ տալ ֆինանսական բարձր աստիճանի հասնել։ Նաև ձեր հետևորդները ինչ անակնկալների կամ նորությունների սպասեն ձեր կողմից։ Ինչ վերաբերում է կոնտենտին, ես անընդհատ եմ փորձում մտածել, ինչ հետաքրքիր բան կարող եմ մատուցել ու հաճախ մոլորության մեջ եմ ընկնում, որովհետև երբեմն քեզ թվում է, որ հոլովակի վրա աշխատել ես, ներդրել ես ուժ, միտք, բայց ինքը չի տալիս այն արդյունքը, որ դու ցանկանում ես, ու ես անդադ մտածում եմ, ինչա հետաքրքիր աուդիտորիային, ինչն է պակասում իմ մեջ, ու ես այս հարցը անդադ ամուսնուս հետ քննարկում եմ։ Դրա համար ես չեմ կարող ասել, որ ինչ որ հեղաշրջիչ բան արդեն կա իմ մտքում, բայց զուտ իմ անձնականի մարդկային, այդ տեսանկյունից, այո, նորություն կլինի, բայց դեռ չեմ ասում, որովհետև ես որոշել եմ իմ կյանքի 30 տարեկանում ինչ որ հետաքրքիր քայլ անել եւ փոխել իմ կյանքի ուղին, շրջադարձ կատարել ու հուսամ, որ այդ շրջադարձը կլինի շատ բեղումնավոր։ Առայժմ գաղտնիք եմ պահում։ Նաև խոսենք երազանքների մասին, իհարկե չենք բարձրաձայնում մեր երազանքները հաճախ, սակայն ինչ նվիրական ցանկություններ կամ նպատակներ ունեք, որը կցանկանաք, որ տարիներ անց կատարվի։ Ես միշտ ասում եմ, կա այդպիսի խոսք, չէ, երազել պետք չէ, նպատակ դիր, այսպես sense տաբու դարձած մի հատ խոսք է, մի երազիր, նպատակ դիր, երազանքոտ։ Ես ասում եմ, ես խայտառակ երազկոտ մարդ եմ։ Իմ երկրորդ էությունը այդ երազկոտությունն է։ Իմ մտքերում այնքան սիրուն բաներ են կատարվում, ու ես գտնում եմ, որ երազկոտ մարդիկ բացառիկ պոտենցիալ ունեն, որովհետև երբ որ դու քո երազանքներում ապրում ես այն, ինչը կա քո մտքում ինչին ուզում ես հասնել, դու ստիմուլ ես ստանում դրան հասնելու ու գնալու դեպի դա։ Իհարկե փոքր տարիքից ես ունեի նվիրական երազանք ստանալ Օսկար։ Դա չարեցի ես, արեց Վաչե Թովմասյանը, ու շատ երջանիկ եմ, որ մեր հայրենակից այնպիսի ֆիլմում նկարվեց, որը ստացավ ոչ մեկ այլ մի քանի Օսկարներ, բայց ինչպես ասում ենք, ապրենք, կտեսնենք։ Երբեմն թվում է, որ անհավանական մի բան ես երազում, բայց կյանքը սիրում անակնկալներ մատուցել, միգուցե մի օր այդ երազանքը կատարվի։ Նաև Աննա ջան, եթե ձեր կյանքը ֆիլմ լիներ, ինչ սյուժեի ֆիլմ կլիներ եւ ում կցանկանայիք, որ ձեր դերակատարումը իրականացներ։ Դերակատարումը բացառապես ես, այսքան տանջվել, այսքան սովորել, իծնեի բնե տաղանդ ունեմ, որ ուրիշին տամ իմ դերը, չէ, ես կխաղամ իմ դերը, ֆիլմը կլինի պայքարող տեսակի մասին, որը չի հանձնվում, ինչքան էլ որ տարբերա, ուրիշա, չընդունված է, չհասկացված է, ինքը գնում է իր նպատակին եւ happy end-ը այստեղ ապահովված պիտի լինի ու ես հասնեմ իմ նպատակներին։ Եվ եթե ամփոփենք, եթե վերադառնայիք անցյալ 18 տարեկան Աննային կամ ավելի երիտասարդ Աննային, ինչ խորհուրդ կտայիք, արդեն որպես կայացած հասուն Աննան։ Երևի թե միակ խորհուրդս կլիներ, արա այն ինչ դու ես ուզում, մի ճկվիր, թույլ մի տուր, որ քեզ թելադրեն, ինչպիսին դու պիտի լինես, թույլ մի տուր, որ քո ուսերին գցեն, հիմա հետրնայք ասեն, գցենը որն է, քո ուսերին գցեն կոմպլեքսների ուսապարկը, ու այնտեղ գնալով քարեր ավելացնեն, ու դու սկսես մի պահ հավատալ այդ ամեն ինչին։ Պետքա թոթափես այդ բալաստը քո ուսերից, հավատաս քո ուժերին ու գնաս առաջ, որովհետև դու ունես ամենակարևորը, քո ինդիվիդուալությունը։ Ես ինդիվիդուում եմ, գտնում եմ, շատ անհամեստ հնչեց։ Միանշանակ ոչ, ճիշտ եք ասում, որովհետև կարծում եմ բոլորս էլ անհատ ենք ու մեր անհատականությամբ պետք է զարգանանք։ Միանշանակ։ Դե ինչ Աննա ջան, շնորհակալ եմ նման գեղեցիկ եւ անկեղծ զրույցի համար։ Ես շնորհակալ եմ ձեզ հրավերի համար եւ թե կադրում, թե կադրից դուրս այդքան հաճելի լինելու համար։